Երևանի քաղաքապետարանի ջեմասրահում ներկայացված Փյունիկ հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը քաղաքապետարանի հերթական քայլն է սահմանափակ կարողություններով մարդկանց գործունեությունն արժևորելու ուղղությամբ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ցուցահանդեսի բացմանը, շրջել է սրահում եւ ծանոթացել ցուցանմուշներին, զրուցել հեղինակների հետ։ Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության եւ այն պատրաստակամության ու աջակցության համար, որ ցուցաբերում է քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետը միության կազմակերպած միջոցառումներին։ Հակոբ Աբրահամյանի խոսքով գործունեության 22 տարիների ընթացքում միությունը փորձել է ստեղծել պայմաններ, որ հաշմանդամները ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան մշակույթի, սպորտի եւ աշխատանքի ոլորտներում եւ բազմաթիվ հաջողություններ են գրանցել։ Դրանց շարքում առանձնահատուկ է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, որն արդեն 4 տարի է ընթանում է։ Մեծ հույս ունենք, որ կբարեկամանանք նաեւ Երևան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ եւ մեր համագործակցությունը արդյունավետորեն կշարունակվի, նշել է Հակոբ Աբրահամյանը։ ՄԱԿ-ի կողմից սահմանված սահմանափակ կարողություններով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ գեղանկարչական ցուցահանդեսի եւ համերգային ծրագրի մասնակիցներին Տարոն Մարգարյանը հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները։ Ցուցադրությունը բաց է մինչև դեկտեմբերի 9-ը։